Օրակարգի հարցերից առաջ Շիրակի մարզպետը խոսեց մարտի 30-ի արտահերթ ընտրություններից դրանց լեգիտիմ ու արդար լինելուց, ըստ այդմ քաղաքական ուժերից որևէ բողոքարկում չեղավ։ Այս արդյունքներով էլ Լորենտի Իրավականին ապրիլի 16-ին կգումարի առաջին նիստը, որի ժամանակ էլ կընտրվի Գյումրիի քաղաքապետ։ Շիրակի մարզպետի հայտարարությունը քաղաքի համար մեծ կարևորության իրադարձությանն էր վերաբերում։ Ամսի 16-ին Գյումրիում կունենանք ավականու առաջին նիստը, ըստ այդմ կորոշվի քաղաքապետ ավականին կընտրի, թե հետագան տասներ արդեն ամսի 16-ին պարզ կլինի։ Անցումը Շիրակի մարզի խորհրդի օրակարգին եղավ տարվա առաջին եռամսյակում համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման քննարկումը։ Հավաքագրման արդյունքը 82%-ից ավելին է։ Այն գնահատվում է որպես ցածր ցուցանիշ, իսկ ինչու է արդյունքն այսպիսին։ Համայնքների ղեկավարները բացատրում են։ Տարեսկիզբը միշտ էլ ֆինանսական խնդիրներով է լինում, բացը լրացվում է երկրորդ եռամսյակում։ Համայնքի բնակիչները իրականում հասկանան, որ այդ գումարը մեկ կրբան է ցանել, մյուս կրբան տնել է։ Ես գիտեմ, որ շատ դեպքերում դժգոհություններ ունին աղբանության հետ կապված, ճանապարհաշինության հետ կապված, լույսերի հետ կապված, այդ ժամանակ էլ միջև այդ դժգոհությունները ունենալը նաև մարդիկ գիտակցեն, դե իրանք իրանց պարտավորությունները պատշաճ կատարել են, դե չեն կատարել։ Սեփական եկամուտների տեղին ու ժամանակին հավաքագրումից է կախված նաև համայնքներից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հաստատումը։ Բարձր ցուցանիշը երաշխիք է մեծ ծրագրերի։ Անցած տարի մարզը սուբվենցիոն 41 ծրագիր է ունեցել 7 միլիարդ դրամով։ Այս տարի ուղիղ համեմատական ծրագրերի թիվն ավելացել է, ֆինանսավորումն էլ հետը, կազմելով 8 միլիարդ դրամից ավելի, բայց սուբվենցիոն փաթեթն առանց Գյումրիի է։ Քաղաքը ծրագրեր չի ներկայացրել, պատճառ բերելով ավագանի չունենալը։ Այսինքն բոլոր ցուցանիշներով 25 թվականը գերազանցել է 24 թվականի ներկայացված ծրագրերի եւ ամբողջական փաթեթները։ Այսինքն ծրագրերի, քանի որ բոլոր ծրագրերը այս պահում գտնվում են միջև գերատեսչության հանձնաժողովում, հաստատման փուլում եւ ծրագրերը հաստատվելուն պես մենք ունենալու ենք 81 միլիարդ դրամի չափով գումար։ Սուբվենցիոն թե քաղաքաշինական մյուս ծրագրերի համար եւս Շիրակի մարզպետը խիստ պահանջ է դնում հետևել ժամանակին որակով աշխատանքների իրականացմանը։ Ժամկետների ուշացումով սուբվենցիոն ծրագրեր դեռ մնում են։ Դրանց թվում է մարզադպրոցների նորոգում, մանկապարտեզների կառուցում, ասֆալտապատում, բակերի բարեկարգում։ Չեմ ուզում, որովհետեւ մենք հետո խնդիրներ ունենանք մեր շինարարների հետ։ Այսինքն շինարարները մեր հետ խնդիրներ ունենան, որովհետեւ մենք վատ կառուցած որևիցե բան չենք ընդունելու, որևիցե նախագիծ, որևիցե շինարարական աշխատանքներ, որը ժամկետը անցնելու է, մեր համար միանգամից օրենքի սահմանված կարգով բոլոր հնարավոր խիստ պատիժները դրա վրա տրվելու է, եթե ինքը անհիմն է։ Ժամկետների խախտումով ու շինարարական լուրջ թերություններով հայտնի քաղաքաշինական ամենամեծ ծրագիրը շարունակվելու այս տարի Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումն է, որի համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 966.5 միլիոն դրամ։ Մարզում մի շարք դպրոցների հիմնանորոգում, վերանորոգում են ընթանում, որոնք իրականացվում են տարբեր հիմնադրամների ֆինանսավորմամբ։ Ճանապարհաշինությունում ընթացիկ ծրագրեր կան, մոտ 40 կիլոմետր երկարության ճանապարհ է նորոգվում։ Այդ ցանկում են Գյումրիի փողոցները։ Մի մասի կապիտալ շինարարությունը համաշխարհային բանկի ծրագրով է։ Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրում արդեն ավարտվել է նախնական պողոտայի վերականգնման, Տերյան եւ Նավանդյան փողոցների վերանորոգման, Խանջյան եւ Չայկովսկի փողոցների վերանորոգման, ինչպես նաեւ Գյումրի Սուրբ ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու եւ Արող Աբովյան փողոցի աջակցող պատասխանների վերանորոգման աշխատանքներ։ Գյումրի քաղաքի Աճեմյան, Հանեսողյան եւ Ջիվանի փողոցների վերականգնման աշխատանքները նախատեսվում են ավարտվել թվականին։ Աշխատանքների որակի հսկողությունը տեսչական մարմնի գործառույթն է, Շիրակի մարզպետի պահանջն էր ամենօրյա հսկողությունը ապահովել շինօբյեկտներում։ Տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն էլ ամենօրյա հսկողությունը համարեց անհնար բան, այդքան աշխատակիցներ չունեն։ Ասենք տեսչական մարմինը, մարզպետարանը չի կարող ամենօրյա ռեժիմով շինարարությունները վերահսկի։ Մենք մեր մասնագետների երկու մասնագետով ամբողջ մարզում չենք կարող շուրջօրյա հսկողություն սահմանել։ Դրա համար կա տեխնիկական հսկողի ինստիտուտը։ Ոչ հեղինակային հսկողները կան, ոչ տեխնիկական հսկողները։ Վարման մատյաններ ընդհանրապես չեն վարվում։ Բոլոր տեղերը մենք արձանագրում ենք խախտումները, տուգանում ենք, բայց ոնց տուգանում ենք, այդպես է շարունակվում է։ Միշտ նույն խնդիրը լսենք համայնքի ղեկավարներից, տեսչականներից, մարզպետարանի աշխատակիցներից։ Նախագիծենողները լավը չեն, վերահսկողները լավը չեն։ Ժոր ձև պետք է այդ մարդկանց պատժելու։ Եկեք պրոստը բարեկամություն չենենք, ընկերություն չենենք, հարևանություն չենենք,
Որովհետեւ մեկը խնդիրը առաջինը հենց խնդիրը առաջացրեց իրան, պատժեցին։ Տեսչական մարմնի ղեկավարն առաջարկեց խորհրդակցություն անցկացնել, հստակեցնել շինարարության ոլորտում տեխնիկական վերահսկողի ու տեսչական մարմնի անելիքներն ու գործառույթները։ Շինարարական աշխատանքների ծավալները եղանակները բացվելուն պես կավելանան, նույնը նաև գյուղատնտեսությունում է։ Վարուցանքի սեզոնն է արդեն։ Մարզում կատարվել է շուրջ 10,000 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որ ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։ Այս տարի նախորդ տարվա համեմատ ակնկալվում է հացահատիկայի մշակաբույսերի ցանկատարածների աճ, որը պայմանավորված է պետական օժանդակության այս տարվա ծրագրերով։ Դրանք արդյունավետ կլինեն, եթե մարզն ապահովված լինի բավարար քանակի ոռոգման ջրով եւ կարկուտը չտանի։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։